Նախ բարև ձեզ, Կարենեսի վարչական ղեկավարի նստավարում Ալեքսանդր Պլյուս ՍՊ-ի կողմից նախատեսվող ՀՀ Կոտայքի մարզի Չայանցավան համայնքի Լուսավանի լիթոիդային բենզային հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ իրականացնելու շրջակա միջավայրի ազդեցության գնահատման վերաբերյալ հունվարի 1-ի քննարկում ես կխնդրեմ դուք երևի ներկայացնեք մի ինչ տարածքը բանում ճշտվել է ավելի լավ ու մնացած քննարկումները ընթացքում կան։ Շնորհակալություն, ես Վիգեն Ավետիսյանն եմ, ընկերության ներկայացուցիչը, նախագծող խմբի ղեկավարը, Ալեքսանդր Պլյուս ՍՊ-ն դիմել է Չայանցավան համայնքին, համայնքի ղեկավարին, Կոտայքի մարզի Չայանցավան համայնքի տարածքում Կարենիս բնակավայրի վարչական տարածքում Լուսավանի լիթոիդային բենզայի հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ իրականացնելու համար։ Նշված աշխատանքների նախատեսվող գործունեությունը ըստ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության համապատասխանում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքի 12-րդ հոդվածին։ Ալեքսանդր Պլյուս ՍՊ ընկերությունը նախատեսում է իրականացնել Լուսավանի լիթոիդային բենզայի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանում, ելնելով օգտակար հաստվածքի տեղադրման պարամետրերից, օգտակար հաստվածքի և մակաբացման շերտի հզորություններից, տեղամասի մշակումը նախատեսվում է բաց լեռնային աշխատանքներով առանց հորատապայթեցման աշխատանքների, նախատեսվում է արդյունահանել լիթոիդային բենզայի պաշար։ Բացահանքի աշխատանքային ռեժիմը ընտրվելու է ելնելով տեխնիկական առաջադրանքից և կլիմայական պայմաններից, բացահանքում աշխատանքներ նախատեսվում է կատարել շուրջ տարի։ Աշխատանքային օրերի քանակը ընդունվելու է 260 օր տարում, աշխատանքային հերթափոխերի քանակը ընդունում է 1, հերթափոխի աշխատանքի տևողությունը 8 ժամ։ Բացահանքի շահագործման ժամկետը կազմելու է 20 տարի։ Մակաբացման ապարների հզորությունը տվյալ հանքավայրի տարածքում տատանվում է 0,5-ից 1,2 մետր սահմաններում, օգտակար հաստվածքի միջին հզորությունը մինչև 18,5 մետր։ Ընդունվում է միակողմանի մշակման համակարգով հետևյալ պարամետրերով հանքավայրի շահագործումը՝ աշխատանքային հանքաստիճանի բարձրությունը մոտ 5 մետր, հանքաստիճանի թեքման անկյունը 55 աստիճան, հանքակողերի թեքման անկյունը 45 աստիճան, անվտանգության բեռն առափների լայնությունը մոտ 2 մետր։ Մակաբացման ապարները նախատեսվում է կուտակել արտաքին լցակույտում, շահագործման աշխատանքներին զուգընթաց կիրառվելու է նաև ներքին լցակույտ առաջացում, այսինքն երբ որ շահագործման աշխատանքները սկսվի, որոշակի տարի հետո սկսելու է այդ լցակույտերը բերվի ռեկուլտիվացիա արվի։ Համաձայն քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 1-ի 06N հրամանի հավելվածի առանց հորատապայթեցման արդյունահանման արտադրական օբյեկտների քարանքերի համար սահմանված է 100 մետր սանիտարական պաշտպանության գոտի։ Այսինքն այդ նորմաները այս դեպքում մենք ապահովում ենք, բացահանքում կատարվող բոլոր լեռնային աշխատանքները իրականացվելու է հանքավայրերը բաց եղանակով մշակելու անվտանգության միասնական կանոնների և հանքավայրերի տեխնիկական շահագործման կանոնների պահանջներին համապատասխան։ Մասնավորապես աշխատանքի ընդունվող բոլոր բանվորների հետ անցկացվելու է անվտանգության տեխնիկայի նախնական ուսուցում, կատարվելու է բացահանքի ճարտարագիտատեխնիկական անձնակազմի գիտելիքների ստուգում։ Եռամսյակը մեկ անգամ անցկացվելու է անվտանգության տեխնիկայի գծով հրահանգավորում։ Բանվորներին ապահովելու է սարքին գործիքներով և պաշտպանական միջոցներով։ Շրջակա միջավայրի արդյունահանման աշխատանքների ժամանակ կատարվելու է նաև օրենսդրությամբ նախատեսված բոլոր բնապահպանական միջոցառումները, շրջակա միջավայրի բաղադրիչների վրա վնասակար ազդեցության մեղմացման վերացման նպատակով նախատեսվում է բնապահպանական միջոցառումներ, օրինակ, որոնցից մի քանիսը կնշեմ, կենցաղային աղբի հավաքում հատուկ անթափանց տարողությունների մեջ տեղափոխվելու է մոտակա կազմակերպության աղբավայր, համապատասխան ծառայություն մատուցող կազմակերպության ուժերով կնքված պայմանագրի հիման վրա։
արտաթորվող թունավոր նյութերի չեզոքացուցիչ սարքերի տեղադրում, փոշենստեցման նպատակով փոշեառաջացման օջախների ինտենսիվ ջրում տարվա չոր և շոգ եղանակներին, կեղտաջրերի հավաքում հորատիպ բետոնապատ պատերով հորում, որը պարբերաբար դատարկվելու է հատուկ ծառայության ռեժիմներով, խախտված տարածքների լեռնատեխնիկական և կենսաբանական ռեկուլտիվացիա, այսինքն բացի որ մակաբացման ապարները լցակույտերը տեղադրվելու են ներքին լցակույտերից այնուհետև հանքավայրը փակվելու է դրան ձելնելով կենսաբանական ռեկուլտիվացիա է իրականացվելու։ Սա է հիմնական գործողությունները տվյալ տարածքում հատուկ պահպանվող տարածքներ չկան և կենդանիների բույսերի կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ չկան։ Շնորհակալություն, եթե հարցեր կան։ Կենսաբանական ռեկուլտիվացիան անելը, այսինքն դուք ինչ նկատի ունեք, բուսական բաները վերականգնվելու։ Այո։ Չէ, պետք է կենսաբանական ռեկուլտիվացիա, որ դուք պետք է վերի սև շերտը առանձին տեղադրել բերեք իրար։ Բացի դրանից հետո էլ արդեն երևի ծառատնկում կիրականացվի տվյալ տարածքներում։ Երևի չէ, մի չստացվեցնենք էլի։ Չէ, նախագծային, երբ որ արդեն նախագծային փաթեթը իրականացնենք, արդեն երկրորդ հանրային լսման ժամանակ նախագծով արդեն բոլոր ամեն ինչը կներկայացնենք էլի ինչ ծառատեսակներ ա տնկվելու կամ ինչ բույսեր ա տնկվելու, քանի հեկտար կանալն է, կանալի բանն է, ինքը վերևան գնում։ Մի հատ կնկարագրեք հստակ տարածքը էլի, ասենց որ նաև ձայնագրվի։ Ինքը ընկնում է նախկին մի հանքավայրը որ կա, նայեք, երկաթգծից հեռու է ընկնում, մոտավորապես 255 մետր հեռավորության վրա է գտնվում, իսկ կանալից էլ է ինքը մոտավորապես 208 մետր հեռավորության վրա է ոնց որ։ Սենց մի հատ հարցելի, իսկ ասենք հիմա պաշարները դուք լրիվ ուսումնասիրությունն արված է, որ ինքը օգտագործող պաշարներ են, իսկ ենթադրենք հնարավոր չի, որ մի ասենք հատված ինքը չօգտագործեց, ինչ արվելու այդ պաշարներ, որտեղ է լցվելու։ Չէ, նայեք ոնց է որը որ չի օգտագործում, ենթադրենք հիմա դուք հաստատ համոզված եք, որ այդ հատվածում հանքավայրը հաստատված պաշարներով է, պաշարը կա, բայց դուք քանդում եք ու փաստորեն դուրս է գալի, որ դա ոչ պիտանի, այսինքն մենք սատանի եղուն ենք ասում, կամ կարմիր ավազա դուրս գալի, ինչ դա։ Նայեք, Ահա տենց բանի առաջ։ Չէ, նայեք, ինքը հենց արդեն իսկ այդ ձեր ասած օբսիդիանը որ կա, դա նույն սատանի այդ քարն է, բայց իր օգտակար հանածոյի պաշարների մեջ 5-ից 7% դա նախատեսված արդեն։ Ես նկատի ունեմ այդ ամբողջ հունքը դուք օգտագործել եք, դե թափոններ չի առաջանում։ Ոչ, ինքը նայեք, լցակույտի որ գոնե որոշ չափով տոկոսայինով ոնց լինի թափոն կառուցանա։ Չէ, նայեք ոնց են, մենք ես էդի ասացի, ինքը երբ որ արդյունանման աշխատանքները իրականացնենք, մակաբացման այդ վերևի այդ շերտերը, հողաբուսական շերտը նախ տեղադրվելու առանձին, հետո այդ մնացած այդ ոչ օգտակար հանածոները, այդպես ասեմ, այդ օբսիդիան կլինի, մնացած ինչ որ լինի, դա տեղադրվելու առանձին, հետո որոշակի մոտավորապես 5 տարի հետո 5 տարի քանդելուց հետո այս լցակույտերը արդեն սկսելու ենք տեղափոխել ներքին լցակույտ, անելով գնալու ենք հետ։ Իսկ այդ տարածքում կա տարածքներ, որ արդեն արդյունահանված է, մինչև անգամ կոմունիստների ժամ, այսինքն այս ուսումնասիրությունները որ կատարվել է։ Չկա այդ ձևի մի տարած, որը որ արդեն օգտագործված տարածքների վրա այդ հանույթը կազմակերպեք, ուսումնասիրել եք դուք դա։ Չէ, չկա, որովհետև այսինքն այդ ամբողջ այդ հանույթը որ հանվել է, հիմա եւ տրամադրված է, որոշակի տարածքները արդեն իսկ տրամադրված է, 3-4 ընկերություններ։ Հա, ես ուզում եմ ասեմ, եթե
ավելի Չէ, արդյունավետ կլներ, որ հիմա այդ տարածքը արդեն ինքը վերևի շերտը հանված գետի գալիս է կոմունիստների ժամանակաշրջանից։ Հիմա ավելի լավ կլներ, որ այդ հատվածում արդյունանու այդ հումքը մնա այնտեղ, ոնց որ մենք մի նոր հանք չբացվեր։ Հիմա այն հինը ոնց որ լի վրա կազմակերպեի։ Չէ, չկա այդ տարածքը չկա, ուղղակի չէ։ Ստե ուղղակի խնդիրը կայանում է անում, որ ինքը ձեր ասած այդ տարածքները դա Գյումուշի լիթոիդային բենզայի հանքավայրի տարածքներն է։ Իսկ սա ոնց որ կոչվում է Լուսավանի լիթոիդային բենզայի այո։ Մի ոնց որ նոր աշխարհ է, այսպես ասեմ։ Մեր բանել էս բանը ուսումնասիրություն էլի սովետի վաղվա բաներն է եղել, հա, հանքերի հետ կապված։ Մենք նոր ուսումնասիրություն էս բանի չունենք։ Ինքը խորհրդային միության հաստատված պաշարներով Ինչքան է պաշարները։ կոնկրետ այս տարածքինը, թե ամբողջ հանքավայրինը։ Չէ, ձեր կողմից որ ցանկանում եք։ Մոտավորապես 2 միլիոնի կարգի է գալու պաշարները։ Ընդ գումարած կորուստներ, բան այդձև թվեր էլի, բայց ինքը պաշարները, տվյալ Լուսավանի լիթոիդային բենզայի հանքավայրի պաշարները ավելի շատ է։ Եթե պետք է, հեսա ասեմ։ Այսինքն Լուսավանին ավելի շատ է։ Իրանք մի հատվածն է, էլի։ Մեծ որ գլուխ չի։ Գլուխ չեն գովում։ Ես ասեմ ինչքան է պաշարները։ Բայց այդ պաշարները ձեր ասած հիմի 18 մետրի վրա է այդքան պաշարը։ Դուք այդքան եք, չէ՞։ Այո։ 18 մետր եք իջնելու, սենց ասած։ Մոտավորապես դե երբ որ արդեն նախագիծը արվի, արդեն հստակ երևա 10 կարող է իհարկե հիմի սենց բան է, ինքը թեք լանջ է լինելու, բնական է, որ ասեմ մի հատվածը շատ պետք է իջնեք, մեկը քիչ չէ։ Նաև ասեմ, որ բացի պետական ընկերության հետ ղեկավարի հետ քննարկելով գալիս ենք ու որպես Չայեն Ցավան համայնքի բնակիչ խնդրել եմ եւ միանշանակ միջև վերջ գնալու ենք այն քայլին, որ իրանց այդ աշխատանքի ընթացքում բացի պետական այդ սոցիալական ծրագրերից համայնքի ղեկավարության հետ քննարկելով իրականացնենք նաև լրացուցիչ սոցիալական ծրագրեր։ Այդ սոցիալական ծրագրի չափը որոշվավ, թե չէ, դեռ չի որոշվել։ Չի, հետի չէր որոշվի։ Չէ, ինձ թվում է այս տարի կորոշեն։ Դա երկրորդ լսման ժամանակ իրենք հստակ պետք է բերեն այդ։ Այդ եմ ասում, բոլոր ծրագրերը, ուղղությունները։ Բանի ճանապարհը։ Շատ գործում է հանքի ճանապարհը, որ մենք նախատեսում ենք Սևան Երևան այդ ճանապարհի մոտով մտնենք գանք դեպի այդ կողմ։ Վերևից, հա, այն կողմից, հա։ Վերևից։ Կա ճանապարհ կա։ Կա մոտեցման տարած, կա որ մոտ է, որտեղ այդտեղ սեփականաշնորհված ուղղաթիռներ կան։ Գիտեմ, բայց ճանապարհ էլ կա։ Լավ վիճակում է ճանապարհը, Ես Եթե լավ էլ չլինի, եթե դուք սկսեցիք միանշանակ աշխատանքները միանշանակ իրականացնել։ Ձեր համար է պետք է լինելու, հա, գիտեք որտեղից է ճանապարհը, որտեղից ենք նախատեսում ճանապարհը։ Այն sense կոպիտ ասած այն կամերան որ կա։ Հա։ Հենց այդ կամերայից մի քիչ որ իջնում եք դեպի Երևան, աչով մտնելու տեղ կա, երևի տեսել եք ծառերի արանքով։ Այդ ճանապարհը որ մի քիչ բացենք, ինքը ուղիղ տանում է տեղ։ Հա դե պետք է նայել։ Մի երևի 1.5 կիլոմետրի չափ։ Հիմա ասենք այդ հանքը ձեր նշածով Չարենցավան կապ չունի, մենք ընդհանուր մի հատ համայնք ենք խոշորացած, բնական է։ Եվ հիմա մեզանից ինքը ավելի շատ հեռու է, քան Չարենցավան, ասենց ասած էլի։ Հիմա մտահոգությունը դեռ Արջաձոր թաղամասի հետ է կապված, Հենց Արջաձորի վերամասում է, այսպես որ կոորդինատ բաներով նայում ենք, ինչ ասում։ Չէ, զոնան մենք պահում ենք, էդ էլ ենք պահում։ Մոտիկի, ինչքան է մոտիկ առաջին այդ բնակավայրի։ Բնակավայրից ըստ նորմաների 100 մետր է նախատեսված, բայց 200-ից ավել է։
իսկ բնակավայրից, չէ, բնակավայրից Բնակելի տնից էլի, տենց է հաշվում։ Բնակելի տնից։ բնակելի չէ, հիմա ասենք մենք ունենք այնտեղ հողակտորներ, անջրտի վարելահողեր են, սեփականաշնորհված անհատ, ինչքան պետք է լինի հեռավորություն։ Նայեք, Դա անպայման պետք է պահվի, որովհետև կներեք էլի ինքը լանդշաֆտով վաղը դուք ասենք այդտեղ քանդեցիք իջաք, բայց այդ մարդու հողի մեջ ոչի մնալու։ չէ, միանշանակ Որտեղ դե մեխանիզմը աշխատելու, այդտեղ էլ ասենք մի շատ մարդիկ հողեր ունեն սեփականը մեր Շատ մարդիկ որն է, կպած ովերը, սա սեփականաշնորհած ովեր։ սեփականաշնորհած հողեր Դուք իրենց հետ ինչ-որ բան ունեցել եք։ Օգտագործել են այդտեղ, ինչ են Ձերյանը չի, հա, տեսնում։ չեմ բացատրել, բայց լսացել որ դեցին։ հա, չէ։ Ամեն դեպքում պետք է ուշադիր լինենք այդ բաների հետ։ Չէ, բաց ուշադիր է, հիմա ասենք Ամիսօր խնդիր Հիմա չառաջանա։ հիմա այդ ձեր ասած այդ մասն է, որ նայեք քարտեզով երևում է։ Այնտեղ է սեփականաշնորհված հողեր։ Այս հատվածն էլի, այս հատվածն է։ Այո։ Այս հատվածն է։ Հա։ Սրանք սա սեփականաշնորհած ովեր են։ Դրանք սա սեփական հողեր են։ Հիմա դեռ դուք պետք է անենց անեք, որ այդ քանդելուց հետո այդ հողերը ոչ չեն քանդվի։ Չէ, միանշանակ չէ։ Խոսել եք այդ հողատերերի հետ ինչ-որ կապ ունեցել եք։ Սրանք կպած գալիս է։ Այո, մենք Ստեղ կպած, ընդդեմ կպած սա դրանք սեփականաշնորհած ովեր է։ Ֆինանսիալի որ ամիսօր այդ մարդկանց հետ է խնդիր։ սենց ասեմ ձեզ, նայեք։ Բայց ոնց որ մի քիչ էս կոմ պետք է լինի, չէ։ Այս քարտեզի վրա որ տեղադրել են։ Ոնց ամիսն է։ Այդ ինչ արեցողանին ավելի էլի։ Ասի այդ արչադուր թաղամասն է, այս թաղամասն է։ Ահա։ Այս մեր կանաչով նշածներն են։ Ահա։ Այս է հատվածն է, այս սեպի պես էս մեջն է, հա։ Ահա։ Այս մեջն է, այս հատվածն է։ Բա էս մեկը որտեղ է։ Այս մյուսն էլ էս է, այս էլ է էս է։ Այդ եմ ասում, բայց ո՞ր մասն է։ Այս էլ են գնում այստեղ։ Այս հատվածն է։ Հա։ Ինքը պաշարները, հանքավայրի պաշարները, այս սենց է գալի։ Ստեղել է պաշարներ։ Իրա զոնայով պաշարների քարտեզով որ դնենք նայենք, ինքը սենց գալիս է։ Այս սենց Ինքը էս մոտավորապես մի 30 մոտավորապես մի 45-50 հեկտար տարածք է Ինքը էս հանքավայրի։ հանքավայր է սարքաբեր ներգործական բանը 68 հեկտարի կարգի է։ Ես լա 40 կանից էի ասում։ Չէ, ընդհանուր 68 հեկտարի կարգի է, չէ, արվում ես տենց միտի է։ Դա ո՞ր դեպքում։ Շնորհակալ Իրենց անեք որ Հա, չէ, միանշանակ։ չտանք։ Հա։ Դե նախագծով Գերով է տնօրենն է։ Տնօրենն է։ Կարաս ներկայացրել մի հատ ասելով։ Անուշամոլ Վարդանյան, տնօրեն եմ գիտության։ Ալեքսանդր Պլյուս ինքերության տնօրենն է։ Նայեք, Գաս այս գործերի մեջ գաս թե նոր ես։ Նոր եմ ճիշտն ասած, Քաղաքին բարձություններ է արվելու բնակիչների հետ պետք է շփվես, բնակիչների պետք է որոշակի որ ասում ենք այդ հասարակական ինչ-որ բաների հետ բարեգործական ինչ-որ խնդիրներ կարող լինի, դե ինչ օրենքով սահմանված օրենքից բացի պետք է ինչ օրենքով որոշակի սահմանված կարգով այդ ամեն ինչը սա վարվում է, դրանից հետո բնականաբար համայնքի ղեկավարի հետ արդեն կքննարկենք, հասկանանք ինչի անհրաժեշտություն կա, որտեղ կա, Մենք չէր որ եղածով սահմանափակ։ դե չէ, բնական է։ միանշանակ ես էլ չեմ թողնելու։ Ձեր գործունեությանը թող հաջողություն։ Ես էլ չեմ թողելու, ասել Դե բարդ process է, ինձ չի որ այս բաղվանից դնելու եք ես ինչ էր աշխատել։ Գիտենք հաշվել։ Ահա դեպքում Արձար դի պատրաստ եք էլի աջակցություններ ցավերելու։ անպայման։ Կա ընկեր Բաղդասյանը ավելացնելու բան եթե չէ։ Ավելացնելու բան չկա, հիմա գործընթացը թող ցույց տաս, դա գլխավոր բանն է, որ դուք համայնքի հետ գործակցեք, հետա։ Բնակիչների հետ նաև, կանա գալիս են, ասենք, այս պահերի խոսում են, ասում են, բան այդմեն են համայնքի ոնց որ ասած, չէ՞ որ այդ ձեր գործունեությունը համայնքի այդ տարածքի վրա է ծավալվում, չենք ասում, ոնց որ ասած ինքնիշխանությունական բան, բայց ամեն վարագայում էլ բնական է, դու եթե աշխատեցիք, շփվելու եք
մի թերություն բնականա դուք չեք կարող իդեալական աշխատել, որ միտեղ մեր շեղում չունենաք, բայց հարցը դա չի։ Հարցը նա է, որ եթե այդ համայնքի տարածքում ծավալվում եք, բնականը նպատակը ո՞րն է, որ բիզնես է, չէ, աշխատանք է, դու որ դնում եք, մտնում եք այդ գործարքի մեջ, ուզում եք եւ պետությանը թե շահույթ տալա, ասինքն հարկերա ոնց է, ինչա գոնե համայնքին էլ Հա դե բրա, համայնքին է շահի ներասնեն։ Իհարկե, ասենք ինձ որ մենակ բանոց չէ։ Այո, Պետական հարգու դուրքը չի ուզեցի Ռուսիա։ Այնպես չլինի որ ասենք, գաք դու ծավալվեցիք, հետո մոռանաք, ասեք, այմար դե իմի ես արդեն ծավալվել եմ, ինչ ուզում են թվարկեն, չէ, այդ ձևով Չէ, դե սինգեր բազասան, հազար ձեր լծակներ կա, էլի կփոխենք։ Աչեն ուզեմ ասեմ, դուք էլ եք աշխատանք եք ծավալում, հենց արեք, որ համայնքներ գոնե մի բան էլ համայնքը ոչ թե էդի համայնքը ընդհանուրին եք դու անում, ոչ թե միատանատ եք անում, համայնքի որ արեցիք, էդի համայնքի համար կարող մի հատ բան անեք, որ շատ լավ բան ստացվի էլի համայնքի Անպայման արվել վաղս բաները։ Հիմա ինչ խոսանք զուր խոսակցությունը, դա Չէ, ժամանակը Ամեն դեպքում արձանագրվում է, խոսակցություն չի արձանագրվում։ Ուղղակի մենք նախապայմանն ասում ենք, որ հետագայում ընթացքը պատրաստ։ Շատ լավ, ուրեմն վերջ, շնորհակալություն։ Չափենք։ Շնորհակալ ենք։